Ղարաբաղյան հիմնախնդրով պետք է զբաղվեն դիվանագետները, ոչ թե զինվորները։ Այս մասին այսօր վարչապետ Հովիկ Աբրամյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարության ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Эта ситуация, вне всякого сомнения, вызывает у нас крайне серьезную беспокойность. Ստեղծված իրավիճակն անկասկած մեզ մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Մենք հույս ունենք, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի եւ կվերականգնվի քաղաքական գործընթացը, որում շատ բան է ներդրվել, որպիսի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, այլ ոչ թե զինվորականները, իհարկե, որպիսի չմահանան մարդիկ եւ չավերվեն ենթակառուցվածքները։ Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ, օգտագործել մեր ազդեցությունը համապատասխան ընթացակարգերի շրջանակներում, այն մեխանիզմը, որը կա, այլ ընտրանք չունի։ Դրա լիազորությունները պետք է ամրապնդվեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ որոշումներով։ Ամենակարևորը, որ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, դա հակամարտությունը թեժփուլ տեղափոխելը բացառելն է, քանի որ դա կարող է ամենաողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար։ Սակայն այդ հարցի քննարկումն անխոսք շարունակվում է։ Поскольку это может иметь самые трагические последствия для региона. Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրամյանը տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ կնքվել է գազի նոր համաձայնագիր, համաձայն որի սահմանին գազը կարժենա $150, նախկին 165-ի փոխարեն, սակայն թե ինչքան կկազմի գազը բնակչի համար դեռ պարզ չէ։ Վարչապետը դեռևս որոշում չունի նաև այն մասին, թե մասնակցելու է ԵՏՄ վարչապետերի նիստին, որը կայանալու է Մոսկվայում, թե ոչ։ Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելը։